Այսօր հասել ենք նրան, որ կայացավ ինչ որ պետք է կայանար, Նիկոլա կեղծեց։ Հիմա անելիքների մասին է, թե ինչ է հնարավոր անել։ Այդ մասին իսկ մա երկար եմ խոսելու, տեսնեմ ոնց կստացվի։ Սա մանգերոս գրառունա կարդամ։ Կարևոր է, ես կարծում եմ ինչ որ կարևոր է։ Չհարգելի ընդդիմություն, ես ու ինձ նման հազարավոր մարդիկ ընտրել ենք ձեզ, քանի որ այլ ընտրություն չունեինք։ Քննադատելով հանդերձ ընտրել ենք, կարծելով, որ այս անգամ նախկին կոպիտ սխալները թույլ չեք տա ու անկախ արդյունքներից այս անգամ թքած չեք ունենա ձեր ընտրողի վրա։ Մեր քվեները ձեր հոր տանից չենք բերել, դուք դա մեզանից մուրացել եք եւ մենք բարեհոգաբար այս անգամ էլ հավատացել ենք ձեզ։ Մենք ձեզ չենք ընտրել, որ կեղտոտ առևտուր անեք Նիկոլի հետ, ձեր կապիտալն ու հետույքը պահելու համար ու վերջապես չենք ընտրել, որ էլի մանդատ վերցնեք ու գնաք 5 տարի վեր ընկնեք ազգային ախոռում ու աշխատավարձ ստանաք ու լեգիտիմացնեք արդեն Հայաստանի հանձնումը։ Ձեզ ասում են, որ Թրքիի հետ ընտրության չեն գնում, բայց չլսեցիք։ Խոստացաք, որ այս անգամ ուրիշ է լինելու, որ իշխանությունը հաստատ վերցնելու։ Դեռ տեր կանգնեք ձեր խոսմանը ու այս անգամ գոնե մի քիչ տղամարդ գտնվեք։ Իսկ դե եթե որոշեք մանդատ վերցնել, ուրեմն ամենավերջին մարմնավաճառն եք։ Դե կինա ինչ կարա գրի։ Ես էլ այդ նույնն եմ գրել շատ կարճ ու քֆուրով։ Մանդատ վերցնողի Ռոբի Սամվելի ու Ճյուղաղին հանդուրժողի տանը նստողի, իրեն խորողովակի տեղ դնողի, սենց։ Անես կակակի քֆուր է, էլի։ Ինչ անեմ։ Ես էլ նորից հինը կրկնեմ, մտնելով չանցնի դե Ռոբը կամ Սամվելը տեր են կանգնելու ձեր քվեին։ Ինքներդ պետք է դուրս գաք պարտիզանական պայքարի անձնապես։ Բայց դե հելա դրա բանը չկա, չի երևում։ Ես գոռա խոսում եի, որ կնանեք աման-չամանով դուրս գան ամեն մեկ իր բակում անեն, չարեցին։ Հիմա կատաստրոֆայի առաջ են կանգնած, չեն անում։ Կոնստանտին Տերնակալյանը վերջապես հայկական իրականության մեջ առաջին անգամ տեսնում, որ sense կետարկետ բան գրածել են։ Դե խոսում են մարդիկ։ Կետարկետ գրելու համար մի քիչ այնց կոնցեպտուալ ուղեղ է պետք ունենալ, երևի տղեն ունի, ես իրան այդքան ծանոթ չեմ։ Իր եզրակացություններն ասեմ, ընտրությունները կեղծվել են, խոսքը չի գնում լոկ խախտումների մասին, խոսքը գնում է կոնկրետ կեղծելու մասին։ Երրորդ, Նիկոլը պարտվել է ընտրություններում, դա ակնհայտ է բոլորի այդ թվում նիկոլականների համար։ Չորրորդ, ժողովուրդը կատաղած է ու սպասում է վճռական դիրքորոշման ու այդ դիրքորոշման տրամաբանությունից բխող գործողությունների։ Ընդդիմությունն արդեն 24 ժամ է բերանը ջուր է առել նստել է։ 5-րդ իշխանության իրապես ձգտող ընդդիմությունն ամեն ինչ կաներ, որպեսզի կուտակված էներգիան առնվազն պահեր, իսկ իդեալում ավելի թեժացներ։ 6. Մեր ընդդիմությունն անում է ճիշտ հակառակը, էներգիան պարպում է իր լրությամբ ու հնարությամբ կուտակված զայրույթը մասամբ վերածում է լուսալույքությամբ, մասամբ ուղղում հենց իրենց վրա։ 7. Նման տարօրինակ վարքի հիմքում կարող է լինել միայն ու միայն 3 հնարավոր պատճառ՝ վախ, անխելքություն, դավաճանություն։ Նիկոլի հետ պայմանավորել դավաճանությունը։ Ելնելով վերոնշյալից, ընդդիմությունն ունի 2 անելիք, որ պետք է արվի արդեն այսօր, իսկ իրականում 3։ Պետք է հայտարարեն, որ չէ ճանաչում ընտրությունների արդյունքները ու մանդատները հանձնել չեն վերցնելու։ Պետք է դիմեն իրենց ընտրողներին հստակ ու հոդաբաշխ դիշխորոշում ցույց տան, ազդարարեն փողոցային ու ոչ միայն փողոցային պայքարի մասին եւ բնակարար սկսեն այդ պայքարը։ Ճիշտ է գրել տղեն, ամեն ինչ ճիշտ է գրել։ Այս ողջունում եմ իր հայտնվել ենք վաուց, ես իրան նկատել եմ քաղաքական դաշտում, վերջապես նորմալ է գրել, լավ արել, մալադես։ Մնում է որ մյուսները ոչ թե շանտին լսեն, Պուտին քրֆող շանտին լսեն, ցենց գերեզման ուղարկող շանտին։ Այլ իրանք հասկանան ինչա կատարվում։ Ես էլ իմ խոստովանությունն է, որ այս վիճակի մեջ ես իմ մեղքն եմ տեսնում, որ չեմ կարողացել դեգեներատի դեմն առնել։ Ամբողջ կյանքս ես պայքարել եմ հայ դեգեներատի դեմ, չեմ կարողացել։ Ոչ մեկին չեմ կարողացել։ Դրա համար շարունակել եմ իմ քրֆելն ու իմ համառորեն նույնն անելը։ Այսօր ես ձեզ տալու եմ, ցան խոսակցությունը չվերջացավ, ապնա հիմնականը նոր ասկսում։ Այսօր ես ձեզ տալու եմ քաղաքագիտության մասին այն ինչ որ ոչ մեկից դուք լսած չկաք։ Ուրեմն հայերին թվում է թե քաղաքականությունն է, որ Պուտինին քրֆեն, արևելք կողմնորոշվեն կամ արևմուտք, սաղ ինքն է մեղավորը։ Սենց կոպիտ կերպով ես այս էջում ներկայացրել եմ քաղաքականության բաները, բաժինները, գլուխները, որ դուք իմանաք, որ այն մի քիչ ավելի լայն է, քան ինչ դուք պատկերացնում եք։
Ինչ է աշխարհ քաղաքականություն, դա պատկերացումներն են պետությունների հարաբերությունների մոտակա ու հեռակա սկզբունքների մասին։ Թե մեկը մյուսից ինչ կապ ունի, ինչով է իրար շահագրգիռ, ինչ են բարեկամ թշնամի, իրար բռնբակոծող կամ իրար հարգող։ Սա աշխարհ քաղաքականությունն է, որը ամեն մարդ պարտավոր է իմանալ անկախ նրանից թե որ երկրում է ապրում, որովհետև մարդը պարտավոր է աշխարհը տեսնել, գլոբուս, ինքը դպրոցում իրան գլոբուս են սովորացնում, ինքը այդ գլոբուսի ֆիզիկական գլոբուսը կա, քաղաքական գլոբուսը կա, պետք է հասկանա թե այդ գլոբուսն ինչ է։ Հայերս դա չեն հասկանում։ Հետո, քանի որ դու ինչ-որ պետության մեջ ես ապրում, տես մարդ չկա որ պետությունից դուրս է, կան ինչ-որ անտառներում ապրողն են, ինչ-որ ոչխար պահող ինչ-որ դեգեներատներ կան, որոնց անտառներում ապրողները հատուկ են գնացել, իրանք մարդկությունից են հեռացել։ Բայց ոչխար պահողն արդեն պետության մաս է, որտեղ իր ոչխարը վաճառում է, այդ պետության մեջ ապրում, այդ պետության մեջ ապրողը արդեն պետք է գաղափար ունենա իր պետության քաղաքականության հետ պատկերացնի աշխարհ քաղաքականությունը ու իր պետության արտաքին քաղաքականությունը պատկերացնի։ Արտաքին քաղաքականությունը դա պատկերացումներ են կոնկրետ երկրի վերաբերմունքի մասին դեպի արտաքին աշխարհը։ Այդ երկրի մեջ իշխանություն կա, միլիցիա կա, մարդ կա, դեբիլ կա, խելոք կա եւ այլն, այդ բոլորի պատկերացումներն են իրենց երկրի վարած քաղաքականության մասին այլ երկրների հետ։ Երրորդ մասը քաղաքագիտության ներքին քաղաքականությունն է։ Դա իշխանության վերաբերմունքն է մարդկանց ու մարդկանց վերաբերմունքն է իշխանության։ Մեր մոտ մարդկանց վերաբերմունքը իշխանության գոյություն չունի։ Մեր մոտ կա միայն իշխանությունը դեպի մարդկանց, ընտրում ենք, Նիկոլ ենք ընտրում, Լևոն ենք ընտրում, Սպարացերտն է գալիս, ասում է ես եմ անկախ ձեր ընտրությունից, Ռոբը, Նիկոլը, այդ բոլոր ճիվաղները իրանք իշխանություն են դառնում ու վերաբերմունք են հայտնում դեպի մարդիկ։ Սա էլ քաղաքագիտության մի ուրիշ ճյուղ է։ Եվ չորրորդ ճյուղը, որի մասին հայությունը գաղափար չունի, դա միջմարդկային հարաբերություններն են, արժեքային, հասարակական, ներազգային, այդ տվյալ տարածքում ապրողների հարաբերություններն են, որոնք միմյանց հանդեպ, աշխարհի հանդեպ, արտաքինի հանդեպ, ներքին քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումներն են բոլորի վերաբերյալ, կոմպլեքս մեծ ասպարեզ է, որ ամեն մարդ պետք է ունենա։ Նա պետք է հասկանա թե ով է, ոչ թե խինքնով է։ Ոնց էլ հայերն են ասում, խիդով եղար։ Այլ պետք է պատկերացում ունենա օբյեկտիվ թե ով է։ Այդ միջմարդկային հարաբերություններն արդեն ծնում են այս երեքի մասին ռեալ պատկերացումները մարդկանց մոտ։ Մեր մոտ վերջինը չկա, չորրորդը չկա, մենք զրոյի վրա կանգնած հասարակություն ենք, զրո բացարձակ։ Չի գնահատում հարաբեր թե ով ինչ է անում, դրա համար մեր իշխանությունն է դառնում հրեշը, միայն հրեշը։ Մեր մոտ իշխանության հրեշի իշխանություն դառնալը սկսեց քրիստոնեությունից հետո, երբ որ ասեցին երեսը դեմ տուր, դեբիլ։ Աստվածն է սա հարցերը որոշում, երրորդ դարից մենք դառանք դեբիլ ու դեգեներատ։ Թե ոնց քարշեկանք պատահականություններ, դե սարերի վրա, չորերի վրա ոչ մի նորմալ ազգ չէր ապրի։ Թուրքերն եկան, տեսան ապրելու տեղ չի քշեցին, գնացին Եվրոպա գրավեցին։ Արաբներն եկան, դրանից առաջ էլի տեսան են չի իրանց երկիրն ավելի լավ է։ Դրա համար այս մեր չորերում դիմացել ենք։ Քրդերի մոտ սահնակ են, լծել են հայերին սահնակ են, քշեցրել դիմացել ենք։ Գենոցիդից հետո ռուսները մեծ տիրություն արեցին, ասին դե ահագին դե հայ կա Անդրանիկի փրկած հայերը կան Ներդեի փրկած, անունը դնենք Հայաստան, դրեցին, բայց ոնց կլինի Հայաստանը դա պրիզնատանի։ Չէ ռուսնովը, մենք հանճար ենք, են բաղնիքի կռան սարքողը հայազենները կտրեք սաղազով, կզեք աշխարով մեր դեմը, բաղնիքի կռան հնարողը հայա։ Ու դուք դարակ ձեզ գովող դեգեներատներ։ Հիմա իմ ընկերներն են ոչ կները։ Ես միշտ կրկնում եմ այս բանը, որտեղ գիտեմ, ես նայող չկա։ Այս միջմարդկային, այս փորձից դեպի առաջինն եկող աշխարհայացքը, ես որպես քաղաքագետ, որով զբաղվում եմ 91 թվից, հենց Հայաստանն անկախացավ, ես միշտ մտածել եմ, թե ինչի է սենց։ Այդ հարցերին պատասխաններ եմ տվել, իմ քաղաքագիտությունն եմ սարքել։ Աշխարհում չկա մարդ, որը մենակ քաղաքագիտություն սարքած լինի, այս դարում ես սարքել եմ։ Ապացույցնել այս գրքերն են։
Այսինքն շարած հատորներով։ Հիմա ցոց կտամ։ Հայերեն քաղաքագիտություն, Երևանում կա վաճառքի։ Չեք առնելու։ Անգլերեն քաղաքագիտություն 8 թվին գրված, Amazon-ում կա վաճառքի։ Չեք առնելու։ Անգլերեն քաղաքագիտություն անցած տարվա արհեստական բանականության հետ եմ գրել։ Չեք առնելու, Amazon-ում կա։ Անգլերեն լայնածավալ քաղաքագիտություն, Amazon-ում կա։ Չեք առնելու, բոլորը գունավոր են այս գրքերը։ Ռուսերեն նույն քաղաքագիտություն, անգլերեն ու ռուսերեն սրանք նույնն են, նման են իրար։ Մոսկվայում տպված անգերոջից մոտա չեք առնելու։ Որովհետև ձեր համար բաղնիքի կռան սարքողը մնայուն արժեքը հավերժական, բա հայ ախպեր, իսկ գիտելիք տվողը մերժելի է, ատում եք դուք։ Հիմա գամ այս գրքի մեջին, այս գիրքը վաճառքում կա Երևանում կարող եք առնել, բայց ես այս գրքի լինքը կդնեմ այս խոսակցությունից հետո, ովքեր կուզենան կկարդան, մարդ կդառնան կփրկվեն գենոցիդից։ Ովքեր չեն ուզենա ձեր թշնամիներն են, անասուն են, ովքեր չեն կարողանում էկրանից կարդան, կարող են գիրքը գնել բուկինիստից ու խանութներում ման գալ, ինչ-որ տեղերում կա այդ գիրքը։ Հիմա ես այս գրքի էջերը ներքին ցույց տամ, երկու հարցի վրա կկանգնեմ, որոնք սկզբունքային են։ Սա իմ բանն է, Amazon-ում էջն է, որտեղ այս գրքերն են, այստեղ արհեստական բանականության հետ գիրք են գրել, հումանիզացիա է կոչվում, արհեստական բանականության հումանիզացիան, $11 եղածը չի։ Այս գիրքը 8.99-ն է, որ նոր ցույց տվեցի, անգլերենը ձեզ ցույց տվեցի։ Այս մի ուրիշ գիրք է, կարճ մտքեր են անգլերեն, Amazon-ը միայն անգլերեն է տպում, ռուսերեն ու հայերեն չի տպում։ Այս մյուս գիրքն է, որը ցույց տվեցի, $17 է։ Սա $32 է։ Սա էլ մի ուրիշը։ Ուզում եմ ասեմ կա, ես սրանցից կոպեկ չեմ ստանում։ Ինձ Amazon-ը թույլ է տվել 8.99 դնել, դրանից այժմ ինքը թույլ չի տալիս, որտեղ ինքը ծախսեր ունի։ Ես դրել եմ 8.99-ով։ Դա թույլ է տվել 11-ով դնեմ, տալիս 11-ով եմ դրել։ Մի կոպեկ ինձ չի գալի, մի ցենտ է գալիս, որպեսզի ես իմանամ ծախվել է թե չէ։ Հասկանում եք։ Նույնն էլ էս բոլոր գրքերինն է։ Ես հայության համար այսքան հաճամ, գրեմ, տարածեմ ու կատարյալ թքեք վրես, կատաղած եմ, դրա համար կոպիտ եմ խոսում։ Հիմա գալիս եմ այս գրքին, որը ցույց տվեցի, այս գիրքն է, էջերով գնամ, ընդամենը 104 էջ է, չացրել եմ, կոնկրետացրել եմ, մինիմումի եմ հասցրել, որպեսզի խելք ունեցողը կարդա։ Դրա մեջ 2 տարի եմ ես գալու, 2 հարցի եմ ես գալու, որոնք սկզբունքային են։ Էջերը չեմ հիշում, սենց կգնամ, որ հասնեմ այդ էջերից, միջերին դրա վրա կանգնեմ։ Որ իմանայի գնայի մի անգամից այդ էջից ժամանակը չէի խլի։ Մեկ առաջին սա, մեծացնեմ, ուրեմն այս սխեմայի մեջ, այս սխեման այս 8 թվի հրատարակած այս գրքում էլ կա, այս գրքում կա։ Այս սխեմայի մեջ թուրքական ֆենոմենն է, թե ոնց են թուրքերը դուրս եկել Ալթայից, ավելի մեծացնեմ։ Չի գալիս ես կոն, կադրը դժվարային մանցել։ Սա, Ալթայից դուրս են եկել ու շարժվել են դեպի արևմուտք և գնացել են դեպի հյուսիս։ Դեպի Ալթայից դեպի արևմուտք շարժված թուրքական ցեղերը իրենց շամփին սարքել են թուրքական պետություններ։ Այստեղ Կիրգիզիանն, Ուզբեկստանն, Ղազախստանն, Թուրքմենիան, Ադրբեջանն։ Այս Թուրքիան է, իրանց ամենամեծ նվաճումն է, հիմա հետագայում չգիտեմ որը կլինի, որը եկել Եվրոպան է գրավել։ Այս ուրեմն արևմուտք գնացած թուրքական ցեղերը, իրենք քաղաքագիտության հիմնական
բաներն հիմա դեռ մնայուն նենց բան են սարքել, օրինաչափություն են սարքել, թուրքերին ուսումնասիրելով, թուրքերի այս պատմությունը, որովհետև առաջի դարերից է սկսվել, դուք կարող եք պատկերացում կազմել, թե ինչ բանա մարդը, ինչ բանա պետությունը, ովքեր որ գնացել են դեպի արևմուտք թուրքական այդ ցեղերը Ալթայից, իրանք շփվել են, հանդիպել են ուրիշ մարդկանց, ինչ որ պետություններ ունեցող մարդկանց, հաղթել են դրանց։ Իրանց նպատակն ա եղել հաղթել, իրանք վաճկատուն են եղել, պետք է հաղթենք, մեր ոչխարներին պետք է արածացնենք, զորք են ունեցել ու ոչխար։ Ոչխարն օգտագործել են զորքին սնելու համար, ոչխարի համար էլ տարածություններ պետք զորքը առաջաշարժվել, բայց քանի որ իրանք դիմացին պետություններ են եղել, իրանք էլ որպես պետություն կազմավորվել են, ռազմապետություն։ Ու եկել են վերջում սարքել են Օսմանյան կայսրությունը։ Հիմա էլ իրանք այս արդեն ամբողջ կոնգլոմերատը ուզում է ստեղծի Թուրանը, բայց մի ուրիշ նրբություն էլ ունի թուրքական process-ը։ Այն մարդիկ այն թուրքերը, որոնք գնացել են դեպի Սիբիր, եթե դուք նայեք Սիբիրի մի ահագին մասը թուրքերով է բնակացվում, էթնիկ թուրքեր են դրանք, թուրքերենի թուրքական լեզուներով է խոսում։ Այդ մարդիկ ուրիշ process է իրանց մոտ առաջացել։ Իրանք դեպի Սիբիր գնալուց վեր բարձրանալուց հյուսիս բարձրանալուց իրանք չեն հանդիպել այլ մարդկային ցեղերի, դրա համար իրանց մոտ պետությունը վերացել է։ Իրանց մոտ գնացել է բնությանը հարմարվելու սխեման, իրանք ուղեղներն աշխատել է, ոնց որ արևմուտք եկողների ուղեղն աշխատել է, տեղացի ժողովրդից ընտրողներին ակել, վերցնել, զենքը սարքել, կռվել, ամենադաժան ձևերով հաղթել, այս վերև գնացողներն էլ սկսել են հարմարվել բնությունը հաղթելու սխեմայի մեջ են իրանք մտել։ Ու վերջում իրանց մոտ գոյացել են շամաններ։ Այս արևմուտք եկողների մոտ պրեզիդենտներ են գոյացել։ Իսկ դեպի հյուսիս գնացողների մոտ պետականություն չի եղել, պետականությունը կորցրել են, դրա համար այսպես անորոշ սահմաններով տարածք եմ ես նկարել, իրանց առաջնորդն եղել է շամանը։ Շամանը այն մարդներ, որ ասում էր, թե եղանակը ոնց կլինի, հիվանդությունները ոնց կգան, որտեղ հաջող կլինի, թե չէ։ Պրեզիդենտը այս կողմ գնացող առաջնորդը, ցեղի հրամանատարը, ինքը այս հարցերով չի զբաղվել, ինքը զբաղվել է դիմացին ոչնչացնելով։ Այս սխեման ես առաջինն եմ քննարկել, ոչ մեկ ուրիշ չի քննարկել։ Ես ինձ գլուխ եմ գովում, դու վերջապես հերիք ա, էլի։ Եթե ձեր համար զուգարանի կռան սարքողը, տաքուջուր իրար խառնողը ձեր համար ավտարից է տա, բարի եղեք հանդուրժել իմ ավտարից է տնել այս ասպարեզում։ Այս մի հիմնարար բան է, որ ուզում եմ ցույց տամ ձեր ու թուրքերի տարբերությունը։ Ու թուրքերը հիմա հասել են նրան, որ արդեն ներքին կերպով այս ամբողջից արդեն Թուրանը սարքել են, հիմա ուզում են այս Սիբիրյան չեղերին էլ գումարեն, սարքեն մեծ Թուրան, որը կսկսվի Թուրքիայից կվերջանա Խաղաղ օվկիանոսի վրա ռուսների տարածքներում։ Ընդհանրապես մի պատճառով իրանց արտերկայինի մեջ կենտրոնացած ա եղել, մեր ցեղն առաջինն է, մենք հաղթող ենք։ Հայերի մոտ սարից ենքով ոչ մի բան չենք տեսել։ Ու մինչև հիմա գլուխ գովալով ապրում եք։ Դրա համար է ձեր մոտ Նիկոլն գալիս իշխանության։ Ռոբի պես քրտնադառնում ոյն իշխանություն վերցնում։ Սամվելի պես ողորմելին է գալիս, ասում է դե ես միլիարդեր եմ, պետք է ինձ հավատացեք, ես կշենացնեմ։ Լսի, դու չես կարող իշխանություն վերցնես, իշխանությունը պետք է նախ Նիկոլներից վերցնես, նոր մարդկանց քո սպասես։ Այսօր արդեն ժողովուրդը նույնը չի, այդ մի դրականը ես կարամ ֆիքսեմ։ Այս ընտրություններից հետո հայ ժողովուրդը մի քիչ փոխված է։ Չգիտեմ քանի տոկոս է, 0.1%, 0.2%, 0.1%, չեմ անում։ Եթե նորմալ ազգելնեին, գոնե այն մարդիկ, որոնք ձեն են տվել ընդդիմությանը 50%-ից ավել, 60-70%, որոնք ձեն են տվել ու որոնք ձենը փախցրել են Նիկոլը ու հանդուրժում է այդ ընդդիմությունը, որը գնում է հեսա մանդատ վերցնելով ճիվաղանոցը, դրա բոլոր կրանիկ պորնիկ են այդ թիմերի, տղամարդիկ անասուն են։ Ով որ մանդատ վերցրեց սրիկայա, ճիվաղա, պետք է երկիշխանություն ստեղծվի այս երկրում, թող Նիկոլն ասի ես հաղթել եմ, թող մտնի պարլամենտ իր շներով, ով ուզում է մանդատ տա, դուք պետք է փողոցում լնեք, ժողովուրդը պետք է փողոցում լնի, տանն լնի, կենցաղում լնի։ Այդ կենցաղային ժողովրդավարությունը, այն է, երբ որ դու հասկանում ես ինչն ինչոց է,
Դու պետության հետ գործ չունես, իշխանության հետ գործ չունես, թեկած ունես վրան, քո միլիցիոն, քո բարեկամին, բոլորի վրա թեկած ունես, ու ասում ես, տենց այս թքել եմ ձեր վրա, որտեղ դուք չի վաղ եք, դուք իմ ձենից խլել եք, հիմա մի ուրիշ բանի ես գամ, մի ուրիշ սխեմայի գամ, որը կարևոր է, որոշ էջեր ցույց տալ Աստվածտան իմ ուզած էջը ցույց տա Այսա Սա էլ ես կոչել եմ հանրային զարգացման մշակութաբանական սպիրալ Ստեղ ինչ է նկարած Ուրեմն մարդը իր գիտելիքը ստանում է դրսից որ ծնվում է ինքը սկսում է սովորել կողքիններից, հետո դպրոցից, հետո ավելի դպրոցում սովորած առարկաներից ավելի մեծ գիտելիք է ձեռք բերում ու ապրում է։ Բայց այդ գիտելիքը ժամանակի ընթացքում փոփոխվում է ու զարգանում է, մարդկությունը հիմա զարգացման process-ի մեջ է։ Եթե ասենք թե 1000 տարի առաջ պատն ու թորը շատ քիչ էին տարբերվում իրարից գիտելիքի առումով, երկու սերունդ էր։ Հիմա մի սերնդի ընթացքում կտեսնեք ինչ տարբերություններ եք դուք տեսնում, ձեր մաշկի վրա գիտեք թե ինչ է, օր-օրի փոխվում է։ Ու ներկա գիտելիքը գալիս է երկու աղբյուրից։ Անմտնում հին գիտելիք, որը դուք սովորել եք պապերից, ձեր ծնողներից, ձեր շրջապատից, եւ նոր գիտելիք, անպայմանականորեն դրել եմ կոմպյուտերից եկող գիտելիք, որը գալիս է դրսից, կողքից չես կարող, գրքերից է գալիս, ներմուծված ապրանքներից, նոր կյանքի ձևերից է գալիս։ Այս երկուսի խառնուրդը, հին գիտելիքի եւ նոր գիտելիքի խառնուրդը ունի խառնման կետ, այդ ինչ որ մի հատվածում բախվում են այդ գիտելիքներն իրար։ Ոչ մեկը ջինսը չի հագնի, եթե ժողովրդի մեջ ավանգարդ մասը չլներ, ջինսը չսկսեր հագնել, բոլորը ձեռ առնեիք սկզբից։ Հետո կոմպյուտերը մուտք չէր գա, եթե կոմպյուտեր վերցնողները, օգտվողները չլինեին սկզբից, հիները չէին օգտվում։ Այսինքն ամեն նորը երբ որ գալիս է բախվում է հին գիտելիքին, պետք ինչ որ մարդիկ կան, ավանգարդ մարդիկ կան, այս մի կետում։ Այդ կետի մեջ եղած ավանգարդ մարդիկ, որոնք նորը տեսնում են, գնահատում են, վերցնում են, իրենք դա վերցնում են, չնայած ավանդական կոնսերվատիվ կողքի հանրությունը մարդիկ ասում են, այս ինչ է սակել, այս ինչ է անում։ Ինասմա թքած ունեմ ձեր վրա, վերցնում այս նոր գիտելիքը, այսինքն ինքը նորին բաց է։ Այս առաջին կետում այդ երկուսի խառնուրդն է, ավանդականն է, կոնսերվատիվ, պահպանողական մարդիկ են ու նորը վերցնող մարդիկ են։ Հասարակությունները տարբեր են ելնում այս հատվածում եղած մարդկանց հարաբերակցությամբ։ Չինացիք կարողացան 30 տարվա մեջ աշխարհը վերափոխել, իրանք վերափոխվեցին, նորովին նայեցին, բոլորը դարձան ֆանտաստիկ ստեղծագործող, հայերի մոտ չեղավ ստեղծագործողը։ Մենք զբաղվեցինք Ղարաբաղով միայն ու Ղարաբաղի հետ մոռացանք ամեն ինչը մնացած։ Մինչև այդ մեզ այս գիտելիքը թարմացնում բերում էր սովետական միությունը ըստ ռուսական ավանդույթների։ 93 թվականից երբ որ մենք մնացինք շանթերի հույսին, մեր մոտ այդ գիտելիքի հոսքը, նոր գիտելիքի հոսքը կանգնեց։ Ու ավանդականի տեր մարդիկ, կոնսերվատիվ մարդիկ, ոչ մի բանի ընդունակ մարդիկ սկսեցին մեզ կառավարել, դառնալ իշխանություն։ Եթե մենք նորմալ լինենք, նորը կվերցնենք, այդ նոր գիտելիքը կդառնար կյանքի մաս, այս երկրորդ կետում ջահելությունը կվերցներ, ջահելությունը կտաներ ընտանիք, ծնողները կվերցնեին, ծնողները որ վերցնեին, կոնսերվատիվ հարևանը կասեր ես վերցնեմ այս գիտելիքը, հետո ամենավերջի դեգեներատը կսկսեր այդ նորով ապրել, ոնց որ հիմա ասենք թե բոլորը կոմպյուտերը հարգում են, բայց սկզբից շատ քչերն են։ Հետո երբ որ այդ բոլորը արդեն այդ ջինսը վերցրածելն էին, ամեն նորը վերցրածելն էին, կգոյանար այս 6-րդ կետում նկարած ավանդական հանրություն, որը ասենք թե երեկվա հանրությունն է, այսօրվանն արդեն տարբեր է։ Մեր մոտ երեկվանը նախնադարյանն է այս 6-րդ կետում, հայկական երեկվանը նախնադարյանն է, ադրբեջանական երեկվանը, ասենք թե անցյալ տարվանն է, չինական երեկվանը նախորդ շաբաթվան։ Այս սպիրալից դուրս է գտնվում իշխանությունը, այս 7-րդ կետով եմ նկարել։
Անկախ եթե դա դեմոկրատական է, ընտրովի իշխանությունը ինքը շնամի է իր ժողովրդին։ Ինքը իր շահերն է սպասարկում։ Տարբերությունը միայն բանի մեջ է։ Տեխնոկրատական հարություններում այս 7-րդ կետում գտնվում է տեխնոկրատ լիդերը, որը իր ժողովրդի, իր պետության շահերն է պաշտպանում։ Չինացիների մոտ էս 7-ը կա, լիկվանիուները էս 7-րդով։ Կներեք ինձ ինչ որտեղ Ալիևն ու Էրդողանն են դրանցից, որտեղ իրանք աշխարհին մի քիչ ավելի բաց են նայում։ Նորմալ են նայում աշխարհին, գնահատում են աշխարհի, հարմարվում են աշխարհին։ Մենք աշխարհին չենք հարմարվում, աշխարհի հետ կռիվի մեջ ենք, որովհետև աղբեր են, մենք ամենախելոքն ենք, աղբեր։ Դու ամենադեկերատն ես, աշխարհի վերջինն ես։ Փաստորեն թուրքական այս սպիրալը զարգացման այս ճանապարհը, որ ցույց տվեց իրաց էքսպանսիայի եւ այս զարգացման սպիրալը մեր աշխարհընկալման երկու բևեռներն են։ Թուրքական մոդելը ցույց է տալիս, թե ոնց են թուրքերը աշխարհը տեսնելով աշխարհը գրավել։ Այս մոդելը ցույց է տալիս, թե ինչպես մենք աշխարհը չտեսնելով ներսն ենք կործանել։ Այս ֆոնին պետքա վերադառնալ իրականություն։ Այս կեղծված իրականությունը, որը ստեղծվել է Հայաստանում։ Պետքա ջահելները այս Կոնստանտին Տերնակալյանից գոնե այս հաշվելը սովորեն, կետերով խոսեն, թե ինչ է կատարվել։ Պետքա Սամվելին ասեն դեգեներատ, Ռոբին պետքա ասեն դեգեներատ, անկախ նրանից թե ինքնով է նվիրվածությունը ձեր իմացած կուրքերին պետքա թարգեք։ Դուք պետքա նվիրվեք գիտելիքին, օբյեկտիվ գիտելիքին, որպեսզի կարողանաք ձեզ փրկել։ Ուրիշ տարբերակ չունեք ողջ մնալու։ Էսա ես ձեզ ուզում եմ ցույց տամ այս ինչ-որ պարլամենտում Միացյալ Նահանգների կազմակերպության ճյուղերից մեկն է բոյկոտ են անում Իսրայելը։ Տեսեք։ Procedure was infected. Asel, գնացեք։ Քանին միան։ Ձեր պարլամենտում մի անգամ ցես ֆանտոմսակ։ 35 տարի այդ պարլամենտը փոքրամասնություն է կազմում, մարդիկ փոքրամասնություն են կազմում։ Դուք մի անգամ կռիտեցաք, բայց այնտեղ լավ խոսացող տնանիկ ու տղեկը ռազմիրատանող չէ հա, մենք ընդհանուր սաղով չենք պայքարել, մենք թակ-թակ Նիկոլինանից պատին կծեփենք։ Դեգեներատներ հերիք եղավ, ռազմիրատչիկը չի նշանակում քաղաքական գործիչ։ Հայաստանում գոյություն չունի ոչ մի քաղաքական գործիչ։ Քաղաքական գործիչը պետքա տեսություն ունենա, իմանա, պետքա պատկերացնի ում հետ գործ ունի, պետքա հասկանա թե ինչի Նիկոլն եկավ, պետքա հասկանա թե Նիկոլի կողքի շներն ովքեր են։ Դուք Սամվելից կամ Ռոբից կամ որևէ մեկից մի անգամ լսած կաք, թե դելուծի Հայաստանը։ Դուք չեք ծնել քաղաքական գործիչների, որովհետև հայկական արժեքային չի թույլ տալիս։ Անհնար է հայկական արժեքայինի պայմաններում, որն ասում է ով ես ես փալան, խիդու ով եղար, լավություն անողի գլուխը ծակա, դուզը խոսողի գլուխը ծակա, այս ձեր սարերում արդեն չեք կարա ապրեք, արդեն հայտնվել է թուրքը, որ ասում է չէ, դու սարերում էլ ապրելու իրավունքը չունես, դու ոչինչ չունես, ուզում եք ողջ մնաք, Այս գիրքը կարդացեք, ովքեր գիրքը հասկանում են, կարդան կողքիններին պետք է ասեն անասնուն, կարդա հասկացի, սա մեր ժամանակների թվաբանությունն է, մեր ժամանակների լեզուն է, աշխարհագրությունն է, պատմությունն է, եթե դու այսքանը չգիտես, դու մարդ չես կարա ապրես, չես կարա, ստրուկել չես կարա, որովհետև հիմա ստրուկն էլ պետք չի, դարը փոխվել է, Ստրուկին փոխարինել է արհեստական բանականությունը ամեն ճանում։ Ստրուկն էլ պետք չի։ Հայոց դժբախտություն դրանն է։ Նոթարել չեք կարա ալնեք, լսեք, եթե դուք մարդ չեք։ Այսքանը։